Վախթանգ Անանյան, որսորդական պատմվածքներ, Շատախցի Գելոն։ Լեռնոտ ճանապարհներից զուրկ էր Շատախը, մարդիկ հանդից խոտը, փայտը, շալակով կամ գրաստով էին բերում գյուղ, և դաժան բնության դեմ մղած պայքարում մարդիկ ամրանում էին ֆիզիկապես, նրանք ջլապինդ էին ու դիմացկուն, իսկ նրանց մեջ ամենից ամուրը Գելոն էր։ Շատախում նա բոլորից բարձրահասակ էր, բոլորից թիկնեղ, իսկ բազուկներում մի արջառի ուժ կար։ Երբ ձյունը չոքում էր դռանը, Գելոն բքին սար էր բարձանում և մենակ մի ամբողջ տեսխոտ կապկպում էր պարանով և ձյան վրայով քարշ էր տալիս դեպի գյուղ։ Երբ ձմեռը Գելոն տանը փակված զգում էր, որ անգործությունից թուլանում է իր մկանների ուժը, գրազ էր գալիս հարևանների հետ, թե ով Տիգրիսի ձորից ուսին դրած մի գերան կբերի, կամ ով հունվարի պարսկագիշերները ոտապոպիկ ու գլխաբաց կգնա հարևան գյուղը։ Գնում էր Գելոն Տիգրիսի ձորից գերանը բերում, ուսին դրած, կես գիշերին ոտաբոբիկ ու գլխաբաց գնում էր հարևան գյուղը, տանում էր բոլոր կրազները և դրանից կաղնի ծառի նման ամրանում էր նրա մարմինը։ Ճանապարհին երբեմն նրան գայլեր էին պատահում, Շատախի կատաղի գայլերը, բայց նա չէր կրակում նրանց վրա, թեև միշտ հետը հրացան ուներ։ Իր հրազենը մի կողմ էր դնում, բռնում ծալում էր գայլին, դնում տակն ու առասպելական Սամսոնի նման ճեղքում նրա երախը։ Դրանից էլ մնացել էր նրա Գելո անունը։ Մի անգամ Գելոն նկատեց, որ իր տան պատշգամբի սյունը փտել է։ Նա զույգ ձեռքերով վեր բարձրացրեց առաստաղը, փտած սյունը ոտքով հրեց ցած գլորեց ու հրամայեց իր փոքր եղբորը. «Տղա, մի նոր սյուն դիր տակը»։ Ու իր հուժկու բազուկներով այնքան ժամանակ պահեց պատշգամբի առաստաղը, մինչև որ եղբայրը մի գերան տաշեց, պատրաստեց և բերեց դրեց հին սյան տեղը։ Այդպիսի ուժի տեր մարդ էր Գելոն։ Նա գյուղի ամենալավ դարբինն էր, ամենից լավ շալ գործողը, ամենից հմուտ մաճկալը և հնձվորը։ Եվ չնայած իր ահռելի ուժին, Գելոն երեխայի նման բարի էր ու միամիտ։ Գոմերը գյուղից դուրս էին։ Շատախում ձմեռը այնքան ձյուն էր գալիս, որ փակվում էին բոլոր ճանապարհները և հարևանը հարևանի տուն չէր կարողանում գնալ։ Այդ ժամանակ արջերը դուրս էին գալիս Տիգրիսի ձորից և գնում քանդում ոչխարների փարախները։ Դե ինչ անեին խեղճ արջերը։ Անտառում պտուղ ու արմատ ծածկում էին ձյան հաստ շերտով, իսկ կենդանիների մի մասը քուն էին մտնում իրենց մթին որջերում։ Քաղցած արջերը ստիպված գնում էին գոմերը, բարձրանում էին փարախների կտուներն ու սկսում քանդել, անցք բացել։ Ապա ներս էին ընկնում բացված անցքից ու սկսում կոտորել ոչխարներին։ Հովիվները զենք չունեին, իսկ շները ինչ կարող էին անել Տիգրիսի ձորի վիթխարի բնակիչներին։ Արջերի դեմ Շատախի հովիվները այսպիսի մի միջոց էին հնարել։ Գոմի մի անկյունում կրակ էին վառում և նրա մեջ շիկացած երկար շամփուրները դնում։ Հենց արջը քանդում էր փարախի կտուրը և հետևը կախում էր, որ ցած իջնի, հովիվը կրակից հանում էր շիկացած շամփուրը և խրում էր գազանի հետույքը։ Պատկերացնում եք, թե ինչպիսի գոռում-գոչումով էր արջը փախչում այդ անհյուրընկալ վայրից։ Մի անգամ էլ հովիվները հարայ գցեցին, թե մի մեծ արջ քանդում է փարախները։ Գյուղում ինչքան հրացանավոր մարդ կար դուրս եկավ և վազեց դեպի գոմերը։ Գնաց և Գելոն, բայց առանց հրացանի, դատարկ ձեռքերով։ «Գելո, հրացան վերցրու», գոռում էին ընկերները։ «Տղամարդն էլ արջի դեմ հրացանով կգնա», բեղի տակ քմծիծաղով պատասխանում էր Գելոն։ Մարդիկ շղթա տվին և հեռվից շրջապատեցին գոմերը։ Արջը պպզել էր փարախի տանիքին, հայացքով հետևում էր մարդկանց շարժումներին և երևի մտածում էր, թե ինչ հնարքով դուրս պրծնի շրջապատումից։ Փորձված արջ էր, ճանաչում էր հրացանը և ծանոթ էր նրա ուժին։ Տեսավ շղթայի մեջ անզեն մի մարդու, մյուսներից հեռու և ձյան փոթորիկ բարձրացնելով վազեց այդ մարդու կողմը։ Դե անզեն մարդը ինչ պիտի անի արջի դեմ։ Բայց արջը սխալվեց։ Դեմինը հսկա Գելոն էր, իր պողպատե բազուկներով։ Մարդ ու արջ վրա հասան, իրար գրկեցին և թավալվեցին ձյան մեջ։ Գազանը բացեց ահագին երախը և մարդու գլուխն առավ իր ժանիքների մեջ։
Այդ պահին Գելոն ձեռքը խոթեց նրա բերանը, իր պողպատե մատներով բռնեց լեզվի արմատներից և ունելիքի նման ոլորեց ու դուրս քաշեց։ Արջը ցավից գոռաց, ապա խրխռաց, թուլացավ և հորթի նման քարշ եկավ մարդու հետևից։ Իսկ մարդը գլուխն արյունլվա, բայց հայացքը հպարտ քայլում էր դեպի գյուղ և վիթխարի արջը լեզուն հանած հետևում էր նրան։ «Գելոն արջ է բերում, Գելոն», կտուրներից իրար ձայնում էին գյուղացիները, իսկ հրացանավոր մարդիկ գոմերի կողմից վազում էին բռնված արջի հետևից։ Մի դատարկ պատճառով մեռավ այդ հսկա մարդը։ Շատախում բժիշկ չկար և մարդիկ շատ հիվանդություններից գաղափար անգամ չունեին։ Վարակվում էին երեխաները տարափոխիկ հիվանդություններով, մեռնում էին, իսկ ծնողները և վշտանում էին և ասում. «Աստված տվեց, Աստված էլ տարավ»։ Գելոյի բուկն ուռավ ներսից։ Հիմա որ նայեր բժիշկը, կասեր. «Անգինան է բարդացել, պետք է մաքրել և ողողել սոդայի լուծույթով»։ Կմաքրեր և մարդը 3 օրից հետո կգնար իր գործին։ Բայց այն ժամանակ թուրքական խավար տիրապետության տակ ով գաղափար ուներ անգինայի մասին։ Գյուղում լուր տարածվեց, թե Գաբրիել հրեշտակը խեղդում է Գելոյին։ Ողջ գյուղը հավաքվեց Գելոյի տան բակը։ Ներսից խրխռոց էր լսվում և Գելոյի երեխայի, փոքրիկ Դավիթի լացը։ Իրոք, կարծես մի աներևույթ ձեռք խեղդում էր Գելոյին։ Ուռուցքը ներսից մեծացել և հետզհետե փակում էր շնչափողը։ Օդը այլևս չէր բավականացնում։ Հսկան պատեպատ էր խփվում օդի պակասությունից ու գոռում էր խռպոտ շնչակտուր։ «Ում հոգին ես ուզում առնել, Գաբրիել», կռվում էր այդ հսկան մահվան դեմ։ Կաղնու նման առողջ ու ամուր նրա մարմինը չէր ուզում անձնատուր լինել մահվան։ Իսկ դրսում մարդիկ ախ ու վախ էին անում ու իրար փսփսում երկյուղով։ Գաբրիել հրեշտակի ուժը չի պատում է Գելոյին։ Շատախցիների աչքին Գելոն մահվան հրեշտակից էլ ուժեղ էր։ Վերջապես, երբ շնչափողը արդեն բոլորովին փակվում էր, Գելոն ցած-ցատկեց անկողնուց ու դիմեց կնոջը. «Դավթի մեր, կռանս տուր»։ Մարդիկ վազեցին դարբնոց և բերին Գելոյի ծանր կռանը։ Հիվանդը վերցրեց ահագին մուրճը, ճոճելով վազեց սենյակի պատերի տակով ու գոռաց. «Եկել ես հոգի ստանես, Գաբրիել հրեշտակ, ուր ես չես երևա, մեյդան եք կռվենք»։ Առուծի սրտի տեր այդ մարդը Աստծու ներկայացուցիչի դեմ էր կռվում, կյանքի համար, ապրելու համար։ Այդ երեկո շատախցի Գելոն մեռավ։ «Վերջը հրեշտակը հաղթեց էլի», ասում էին գյուղացիները ահով։ Իսկ ոմանք ասում էին. «Գելոյին հրեշտակ կհաղթեր»։ Աստված որ չօգներ, Գաբրիելի պես 10 հրեշտակ չէին կարող Գելոյի վրա։ Ոզնին և գեներալի կինը։ Եվ էն էլ պիտի ասեմ քեզ, որ մեր ժողովուրդը հին սովորության համաձայն շատ կենդանիների անարդար կերպով հարամ է համարում։ Իր խոսքը շարունակեց Զախար պապը։ Հենց վերցնենք ինձ։ Չոբան ժամանակս հանդուն ոզնիներ էին պատահում։ Մոտենում ես, իսկույն կծկվում է, այսինքն քոնն է ու քոնը։ Իսկ մենք այդ հրաշալի ժարկոյացուն թողնում ենք հեռանում, թե բա հարամ է, մարդ ոզնու միսը կուտի։ Մի անգամ հանդից հետս ոզնի բերի։ Մեր խուտորի բոստանների պահակ Վասիլին պատահեց, ասում է. «Տուր ինձ տանեմ մառանս գցեմ մուկ բռնի»։ 2-3 օր հետո բոստանների կողքով անցնում եմ, աչքիս պոչով Վասիլի քոլիկն կողմն եմ նայում ու ոտս կախ գցում, գուցե հրավիրի ձմերուկ ուտելու։ Եվ իսկապես հրավիրեց։ «Լավ տապակած միս ունեմ, առաջ ընկեր, հետո ձմերուկը», առաջարկեց նա։ Զարմացա նրա առատաձեռնության վրա։ Տապակած միս։ Բայց զարմանալու ժամանակ չկար, ոչխարը հեռանում էր։ Կերը արագ, ինչ համով էր։ Հասկացա՞ր ինչի միս էր, հարցրեց Վասիլին։ Երևի գառան։ Ծիծաղեց։ Քո բերած ոզնու միսն է։ Թքոտեցի։ Մուկ է բռնել հետո ես մորթել, հարցրի ես։ Չէ, տո ինչ մուկ, ինչ բան, ես քեզ խաբեցի, վերցրեցի, որ ուտեմ։ Գնացի հանդ ու մտածում եմ. ինչով է ոզնու միսը պակաս հավի մսից։ Ու մի օր էլ, որ անտառի բացատում մի ոզնի պատահեց, բռնեցի ու խորովեցի կրակի վրա։ 4 կողմս եմ նայում, որ մարդ չտեսնի։ Ճիշտն ասած, այն որ հարամ ենք համարում, շատ դեպքերում մարդկանցից ենք քաշվում, թե չէ որ մարդ չտեսնի կուտենք։
բայց ինչ խորոված, հոտը բռնել է ամբողջ թալան։ Հենց սկսեցի խորովածն ուտել, տեսնեմ մի իշխանի կնիկ հրես ծաղիկներ հավաքելով գալիս է։ Ճանաչեցի, մեզ մոտ մի հին գեներալ կար, նրա կնիկն է։ Ոզնու մորթին տոպրակս կոխեցի։ Եկավ, բարևեց, հետաքրքրվում է։ Լավ է չոբանի կյանքը, ասում է, ազատ, մաքուր օդ, ճաշելիս անգամ խանգարող չկա։ Կեր, Բարինյա, առաջարկեցի ես։ Բարինյան դաշտերում ման էր եկել ու երևում էր, որ սովել էր, համ էլ ոզնու խորովածի հոտինով կդիմանա։ Ու գեներալի կինը քաշվելով, թե ճիշտն ասած, արժի այսպիսի բացօթյա նախամարդու նման ճաշել, ու մի կտոր վերցրեց կերավ։ Ինչ համով է, ինչի միս է, հարցրեց նա։ Ешь, Բարինյա, պատասխանեցի ես։ Նա կարծեց, թե ասում եմ կեր, որովհետև ուկրաիներեն ես համ նշանակում է կեր, համ ոզնի։ Էլի կերավ, էլի հարցնում է. Ինչի միս է, որ էսպես համով է։ Ասում եմ. Ես, Բարինյա։ Ես էլ գլխի չեմ, որ չի հասկանում։ Վերջապես, որ ոզնին միասին մաքրազարթեցինք ու նորից հարցրեց, թե ինչի միս է, նոր հասկացա, որ գլխի չէ։ Ասացի, ահա այս կենթանու միսն է։ Ասացի ու տոպրակից հանեցի ոզնու մորթին։ Բարինյայի ուշքը քիչ մնաց գնա։ Ուրեմն ես հարամ ոզնու միս եմ կերել, ասում է ու դեմքը թթվեցնում։ Ասում եմ, համով էր, Բարինյա, ասում է, շատ համով էր։ Դե ասում եմ, որ համով էր, ուրեմն հարամ չի։ Մտածեց մի քիչ ու ասում է, իսկապես որ։ Ու հետո ծիծաղելով ասում է, ինձ համար մի ոզնի կբռնես կբերես, քեզ փող կտամ, շատ փող կտամ։ Ախր հարամ է, խոսացնում եմ ես։ Չէ, դու բեր, ուզում եմ նույն ձևով սուրպրիզ սարքել գեներալի ընկերների կանանց համար։ Ու գնալիս մեկ էլ պատվիրեց, որ անպայման մի ոզնի գտնեմ իր համար։ Լավ վարձ եմ տալու, մի գարան միս, ձայն տվեց նա հեռվից։ Որ մի գարան գին է տալու, արժի փնտրել, դրանով ես հո մի բլուզ ու մի շալվար կառնեմ։ Բայց ինչու պետք է հենց հարամ ոզնու մսից սուրպրիզ սարքի Բարինյաների համար։ Երևի վրեժ ունի, ուզում է ծիծաղել նրանց վրա։ Ով գիտի ինչ կա կին արարածի գլխում։ Ես ոզնիների տեղը գիտեմ, այն բլրի տոշին, որ հեղեղը փոսեր է փորել, այնտեղ պատահում են։ Կբռնեմ, պատրակ մարդի համար հո քիչ բան չի մի շալվար բլուզի գինը, էդ հո իմ մի ամառվա չոբանության գինն է։ Միս օրը գնացի իմ իմացած տեղը, շատ փնտրեցի, ոզնի չկա։ Հաջորդ օրն էլ փնտրեցի, էլի անտեղի։ Երբ հարկավոր են այդ անպիտանները, մեկ էլ տեսար կծկվեցին, ոտիդ տակն ընկան, իսկ հիմի չքվել են։ Երևի գլխի են, որ գեներալի կինն իրենց մսով սյուրպրիզ պիտի սարքի։ Այդ սյուրպրիզն էլ կարծում եմ, թե եվրոպական կերակուրի անունը։ Վերջապես մի տեղ Դոնեցի ափին բլուրներից մեկի լանջին մի ոզնի պատահեց, բայց չկծկվեց, այլ փախավ մտավ մոտիկ հեղեղատի փոսը։ Չէ, շալվար բլուզս եկավ։ Մոտեցա, որ վերցնեմ, տեսնեմ դրա կողքին փոսում, մամխի թփի տակ, փափուկ խոտերից ու տերևներից շինած տեղաշորի մեջ 5 հատ ճուտ, ամեն մինը մի հավի ձվի չափ։ Ձեռս մեկնում եմ մորմորը վերցնեմ, չի կծկվում, իսկ կյանքը ազատելու մասին չի էլ մտածում։ Մի տեսակ փշտոցի նման ձայն է հանում, ուզում է ճուտերին պաշտպանի։ Գլխարկս հանեցի, դրան փայտով գլորեցի գլխարկիս մեջ ու վերցրի։ Որ մորը վերցրի, ձագերը սև դնչիկները առաջ մեկնած ոնց են մղկտալով առաջ գալիս դեպի իրենց գերի ընկած մայրը։ Այնպես փոքր են, այնպես սիրուն։ Մեջքների փշերն էլ սկսել են դուրս գալ, բայց շեկ, փափուկ բաներ են, դեռ փուշ չունեն, դեռ պաշտպանվելու զենք չունեն։ Դրանց անմեղ տեսքից սիրտս փուլ եկավ։ Աղվեսը սրանց կուտի, մտածեցի ես, բայց դե Բարինյանն էլ ուզել է, ուզում է սյուրպրիզ պատրաստել ընկերուհիների համար։ Համ էլ ախր մի բլուզ, մի շալվար։ Մեկ էլ մտածեցի, թքած դրանց սյուրպրիզի վրա էլ, այն շորի վրա էլ, որ ես պետք է հագնեմ այս ճուտերի մոր գնով։ Եվ մայր ոզնուն զգուշությամբ դրի ճուտերի մոտ ու հեռացա։ Մյուս օրը Բարինյան պատահեց։ Ոզնի չես բերում, նախատեց նա։ Ոզնին 3 բռնեցի, բայց չբերի, պատասխանեցի ես։ Ինչու՞, զարմացավ գեներալի կինը։ Շատ ես հարուստ ու արհամանքով նայեց վերևից ներքև։ Հարուստ չեմ, բայց ոնց բերեի, ճուտերը հետևից լաց էին լինում, ոնց ծախեի նրանց մորը։ Չգիտեմ, խոսքս տեղ հասավ թե ոչ։
Գեղանի արարածներ։ Սադարակից արևելք, վելի դաղի և ուրձի լեռների միջև մի չոր ու անջուր տափաստան կա, ուր կանաչ միայն գարնանն է լինում, այն էլ շուտով չորանում է վրա հասնող շոգերից։ Հենց տափարակը սկսում է կանաչել, այդտեղ են հավաքվում շրջակայքում եղած մուֆլոնները, հայկական վայրի ոչխարները։ Մի անգամ գարնանը մտին մեր մեքենան այդ տափարակով ընթանում էր դեպի լեռները, երբ լոռեցի ընկերս շոֆերին զգուշացրեց. «Կամաց քշիր, էստեղ վիրու ոչխար է պատահում»։ Հենց այդ խոսքի վրա մեր դիմացի փոսից մի խումբ ոչխարներ դուրս ցատկեցին ու նազելի ոստոններով առաջ վազեցին։ Շոֆերն արգելակեց մեքենան։ «Չկրակեք», գոչեցի ես։ Որսը շատ մոտ էր, ընդամենը 30 քայլ։ Այդպիսի հաջող հանդիպում մենք երևի այլևս չունենանք, բայց գարնանը մութ է, չի կարելի։ Այնուամենայնիվ լոռեցին չհամբերեց։ Նկատեցի, որ տենդագին շարժումներով փամփուշտ է փնտրում պայուսակում։ Բոլորս էլ ալեկոծված ենք այդ գեղանի արարածների տեսքից, սրտներս թպրտում է, մեր մեջ ևս եռում է որսորդական կիրքը, բայց դե ինչ ձեռք պիտի լինի, որ բարձրանա այս չքնաղ էակների վրա։ Ընտանիքի հայրը ահագին եղջյուրներով մի խոյ, ծանր վազում է առջևից և նրա կարմրավուն մորթու վրա ճերմակին են տալիս փորի տակը, կողն ու կլորիկ գավակը։ Հորը կրնկակոխ, անճիկ ու թեթև թռիչքներով վազում է ավագ որդին, մի ջահել խոյ։ Վազում է կայտառ, խնդագին, կարծես ոչ թե փախչում է վտանգից, այլ պարում է և խայտում։ Փախուստն անգամ հրճվանք է այդ ջահել արարածի համար։ Նրա կողքից տագնապահար վազում է ընտանիքի մայրը, մի հասակավոր ոչխար։ Մեր զենքերից ահաբեկված նա և փախչումը, և ետ է նայում իր հապաղող զավակներին, անցյալ տարվա իր գառներին, բարակ ոտքերով, գեղանի վզով, նազելի վազքով այն արարածներին, որ այնպես ահ չունեն մարդուց ինչպես ինքը, չէ՞ որ նրանք դեռ փորձությունների չեն ենթարկվել կյանքում։ Պառկել է լոռեցի որսկանը մեքենայի մոտ ու մեկնել հրացանը հեռացող կենդանիների հետևից։ Իսկ մենք հիացած նայում ենք ջեյրանների նման գողտրիկ ու գեղիրան այդ կենդանիներին։ Ու ես մտածում եմ կսկիծով. տեսնես որ դժբախտն է զոհ գնալու։ Այդպես կյանքի փորձ ունեցողները սարսափով, անփորձները անփույթ խաղալով անցկացան բլրակը, իսկ ավագ որսկանի կրակոցը չկա ու չկա։ Երբ կենդանիներն անհետացան, շոֆերը դժգոհ շպրտեց. «Այ մարդ, ինչի՞ չկրակեցիր»։ «Այ տղա, կանգնեցին, որ կրակեմ»։ Մենք հիասթափվեցինք այդ անպատվաբեր պատասխանից։ Ուրեմն որսը պիտի կանգնի, որ վրան կրակես։ Ու նսեմացավ այդ հին որսորդը մեր աչքերում։ Բայց երբ մեքենա էինք նստել ու արդեն անցել էր մեր հոգու ալեկոծումը, ես մտածեցի, որ խորամանկում է մեր լոռեցի ընկերը։ Այո, այլ բան կար սրտի խորքում, բայց մեզ այլ բան ասաց։ Ես կարծում եմ, որ նա պիտի ասեր զգացածը։ Ձեռքս չբռնես տղեկ ջան, բա մարդ էլ կսպանի այդքան սիրուն, այդքան անմեղ կենդանիներին։ Ու այդ չասված խոսքը աստիճանաբար աճեց, ամրացավ իմ մեջ այնպես, որ տարիներ հետո ինձ թվում էր, թե իրոք ականջով ես լսել եմ լոռեցու բերանից։ Այո, հավանաբար հենց այդպես էլ պատասխանեց լոռեցին։ Ուրիշ ինչ պատասխան կարող էր տալ։ Այնքան հեզանազ էր նրանց վազքը, այնքան խնդություն կար այն ջահել արարածների կայտառ ու խենթ թռիչքների մեջ այն պայծառ գարնանային օրը, այն զմրուխտ կանաչի մեջ, և այնքան սարսափ կար նրանց մոր աչքերում, որ լոռեցի որսորդը չկարողացավ ձգանը քաշել, չուզեց արյուն թափել։ Սեպը սեպով։ Ինչ զզվելի կենդանիներ են այդ առնետները։ Անամոթաբար խժռում են մեր մթերքները, ծակում են դարակները, արկղերը և ճամպրուկները։ Կարծում եք վաղուց է, որ մեր երկրում առնետներ կան։ Ասում են ամերիկացիները հին ալյուր բերին Հայաստան և հետն էլ առնետներ։ Այն ժամանակ մեր երկրում սով էր տիրում։ Կերան քաղցած գաղթականները ալյուրը վերջացրեցին, իսկ առնետները անարգել բազմանում են պահեստներում։ Երբ այդ մասին պահեստապետը զեկուցեց Երևանում բարեգործի համբավ հանած Ջեյմս Հերալդին, սա մտրակի կոթով կտկտացրեց իր կարմիր գետրիներին և պենսնենի տակից ժպտալով պատասխանեց. «Գիտեմ, նրանք սկսեցին բազմանալ դեռևս նավում։ Իսկ չէր կարելի հենց նավում էլ ոչնչացնել,
համարձակվեց հարցնել պահեստապետը։ Միստրը քմծիծաղ տվեց։ Հարկ չկար այդ բանն անելու։ Ապա քիչ լռելուց հետո ինքնագոհ ավելացրեց. Ամերիկայում առնետները միլիոններով են վխտում։ Իսկ ինչու այստեղ չճաշակեն նրանց հաճելի ներկայությունը։ Հայերն առնետներից ազատ մնալու արտոնություններ ունեն։ Առնետներն անարգել բազմանում էին եւ տարածվում քաղաքով մեկ։ Իրենց սովորության համաձայն կրծում ծակում էին դարակները, ճամպրուկները, մթերքով լի արկղերը, անկախ նրանից հայերին էին պատկանում այդ իրերը, թե միստրներին։ Այդ ժամանակ Երևանում անգլիացիներ էին վխտում։ Էլի կար ճխամորճեր ունեն եւ փայլուն գետրիներ։ Նրանք թեև ամերիկացիների հետ մի ծառի պտուղ են, բայց երբեմն խեթ-խեթ էին նայում իրար։ Անգլիացի Ջորջը մի անգամ դիմեց ամերիկացի Ջեյմսին։ Իսկ գիտեք, միստր, թե ձեր բերած առնետներն ինչ օրի կհասցնեն ձեզ։ Ամերիկացու դեմքին հեգնանք երևաց։ Կարծեմ դաշնակների համար զինամթերք բերելիս դուք եւս քիչ քանակությամբ առնետ չեք ներմուծել Հայաստան։ Այդ թողնենք, ձեր կարծիքով ինչ աղետ է սպասվում մեզ առնետներից։ Մեծ աղետ։ Նկատի առեք, որ Փարիզի ձիահերձարանում մեկ գիշերվա մեջ առնետները կերել են 35 ձիու դիակ, իսկ Փարիզի սպանդանոցում մարդիկ մեկ ամսվա մեջ սպանել են 16,000 առնետ։ Ուրիշ ինչ տվյալներ ունեք առնետների մասին։ Շարունակ հեգնանք դեպքին հարցրեց միստր Ջեյմսը։ Այն, որ կանի բևեռային արշավախմբի նավում առնետներն այնքան բազմացան, որ խժռեցին նպարեղենը։ Եթե որսորդները կենթանի աղվես չգցեին նավի մեջ, արշավախումբը սովամահ կլիներ։ Այդ գերի աղվեսը ոչնչացրեց առնետներին եւ փրկեց արշավախմբի կյանքը։ Գուցե առաջարկեք մենք պահեստում եւս աղվես ներբուծել։ Ոչ, ես ավելի սրամիտ միջոց գիտեմ։ Զուտ անգլիական հնարք։ Անգլիական։ Եվ միստր Ջեյմսը իսկույն կռահեց, որ այդ հնարքի մեջ խորամանկությունը մեծ տեղ պիտի ունենա։ Ամերիկացին համաձայնվեց առնետների դեմ գործադրել զուտ անգլիական միջոցը։ Թակարդով բռնել եւ ինձ ներկայացնել 20 առնետ, իր պայմանն առաջարկեց Ջորջը։ Նրա պահանջը կատարվեց։ Ջորջը առնետներին փակեց վանդակների մեջ եւ մի քանի օր քաղցած թողեց։ Ապա ուրիշ առնետներ բռնեց եւ նրանց միսը բաժանեց վանդակներին։ Քաղցած առնետները կերան իրենց արյունակիցների միսը եւ հետզհետե այնպես վարժվեցին նրա հոտին ու համին, որ երբ Ջորջը փորձի համար մի կենթանի առնետ գցեց վանդակներից մեկի մեջ, սրա բնակիչը այնքան անբարյացակամ գտնվեց իր հանդեպ, որ իսկույն բռնեց նրա կոկորդից, դրեց տակը եւ հոշոտեց նրան։ Հարևան վանդակներից մյուս առնետները նախանձով նայում էին իրենց բախտավոր ցեղակցին եւ գազանների նման ցույց էին տալիս իրենց երկար ատամները։ Այն ժամանակ միստր Ջորջը կարգադրեց վանդակները մթերքի պահեստ տանել եւ ազատ արձակել նրանց քաղցած բնակիչներին։ Ռուսները իրավացի են, սեպը սեպով պիտի հանել, մլրտաց նա քթի տակ։ Արյունահեղ մարտեր տեղի ունեցան պահեստում եւ առնետները սկսեցին հոշոտել իրար։ Հոշոտեցին եւ վերջացան։ Ամերիկյան պահեստները մաքրվեցին առնետներից։ Հոգ չէր, որ Երևանի այլ շենքերում բազմանում էին Ամերիկայից ներմուծված առնետները։ Ամերիկացի Ջեյմսը ծխում էր իր ծխամորճը, գլուխը տարուբերում էր ու ինքն իրեն փնթփնթում։ Իսկապես, ինչպես իրար դեմ հանեց, իսկական անգլիական քաղաքականություն։ Պաշարվածը։ Հունվարի մի գիշեր վերադառնում էինք որսից։ Անցանք պատմական Գողթան գավառի կիրճերից մեկը, որ արաբտույտ ճամփով բարձացանք այն ֆանտաստիկ ժայռի ստորոտը, որի գագաթին այժմ էլ երևում են Սմբատ Բագրատունի թագավորի բերդի ավերակները։ Այդ վիթխարի ժայռը ուղղահայաց միտում է դեպի երկինքը եւ բնության կերտած այն փառահեղ ամրոցներից է, որի գագաթը անմատչելի է անգամ ամենաճարպիկ քարագնացներին։ Ինչպես են մարդիկ ապրել այդ լեր կապարաժի գագաթին։ Հարևան Ղազանչի գյուղից մի մարդ կար մեզ հետ, ֆերմայի վարիչ Հարությունը։ Ոգևորված պատմում էր, թե ինչպես Սմբատ Բագրատունին 911 թվականին արծվի նման իջել է այդ ժայռից եւ ջարդը տվել արաբներին։ Իսկ պաշարված ժամանակ ինչ են խմել, հետաքրքրվեցի ես։ Գագաթին որցակարը փորել են, մի խորը ջրամբար շինել, պատմեց Հարությունը։ Ձյունը, անձրևը թափում են այդ ջրամբարի մեջ ու մնում սառը զուլալ ու այնքան շատ, որ 10 տարի խմեն չեր վերջանա։
Մինչ հարությունը խոսում էր այդ ժայռերում մի ժամանակ պաշարված մեր նախնիների մասին, մեր մեքենան իջավ բերդի ստորոտը ու հասավ առաջին այգուն։ Եվ այդ ժամանակ ծառերից մեկի վրա ինչ-որ կենդանու աչքեր պսպղացին։ Վարորդը կանգնեցրեց մեքենան, իսկ մենք խորհրդակցում էինք, թե ինչ կարող է լինել։ Երևի բու է, կարծիք հայտնեց մեր ընկեր Խոսիկը։ Բու է կամ բվեճ։ Իսկ եթե հանկարծ կզաքիս լինի, կարող է լինել, հարցրեց ինձ մեր մյուս ընկերը Ռենիկը։ Կզաքիսը հաճախ է ծառ բարձրանում թռչունների բներ կամ մեղվի ամբարներ կողոպտելու համար, բայց չեմ կարծում, թե ձմեռվա այս սառնամանիքին նա որևէ գործ ունենա ծառի վրա, պատասխանեցի ես գործին գիտակ մարդու տոնով։ Ինչ կենդանի ուզում է լինի, խփելու եմ, հայտարարեց Ռենիկը, որ մեր մեջ ամենից երիտասարդն ու անհամբերն էր, եւ մեքենայից դուրս գալով քայլեց դեպի ծառը։ Լիալուսինը պարզ լուսավորում էր այդ բարձրահասակ երիտասարդին, բայց կենդանին փախչելու փորձ չէր անում։ Խրտ, 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 սառած գուղձերին իր կոպիտ սապոգները զառնելով առաջ էր գնում որսորդը, բայց կենդանին անշարժ էր։ Երկյուղ չունի մարդուց, ինչ է։ Որսորդը մոտեցավ ծառին, հանգիստ նշան բռնեց եւ կրակեց։ Մեր ենթադրած բվեճի կամ բուի փոխարեն ցած ընկավ թավամազ մորթով մի գազանիկ, ոչ խոշոր մի կզաքիս։ Այդ նույն վայրկյանին ծառի տակի որդատունկերի միջից մի աղվես փախավ եւ անհետացավ այգու թմբերի հետևում։ Այ դու խորամանկ, խեղճ գազանիկին քշել ծառն է բարձացել, իսկ ինքը տակը պպզած, ագահ հայացքը դեպի վեր սպասել է համբերությամբ։ Ինչպես որ դարեր առաջ անմեղ ժողովրդին այս ժայռի կատարն էին հանում, իսկ իրենք ստորոտում սպասում անձնատուր լինելուն։ Կզաքիսը եւս պիտի ի վերջո անձնատուր լինել։ Ցած թռչել չէր կարող, որովհետև ոտքերը կարճ են, գետնի վրա թշնամին իսկույն վրա կհասներ։ Վերևում երկար դիմանալ նույնպես չէր կարող։ 20 աստիճան սառնամանիքին հեշտ բան չի ամբողջ գիշերը անշարժ նստել։ Ինչու գիշերը։ Ես համոզված եմ, որ այն ծեր ագահը խաղողի թփերի մեջ թաքնված իր պաշարումը շարունակելու էր նաև ցերեկը, գուցե եւ հաջորդ գիշերը, այնքան ժամանակ, մինչև որ խեղճ պաշարյալը չդիմանար կամ սառնամանիքին, կամ քաղցին, կամ ծարավին եւ ցած իջներ։ Իմ այս մտքերն էի հայտնում ընկերներիս, երբ հանդիպեցի նրանցից մեկի առարկությանը։ Պաշարողը ինքը չի սովածանում, չի ծարավում, բայց պաշարողը որդիներ ունի, ամուսին ունի, որ կարող են գալ հերթապահել, փչեցի ես։ Լուր շարունակեցինք մեր ճանապարհը։ Կեսգիշերն անց էր, երբ հասանք Արաստայան։ Մենք բոլորս նիրհում էինք, մենակ Ռենիկն էր արթուն, եւ ահա լսվեց նրա դժգոհ ձայնը։ Բա ինչու շուտ չասացիր այդ բոլորը։ Ուշքի եկա։ Որ բոլորը։ Այն պաշարվածը, որ հարազատներ չունի, որ աղվեսները պահակ պիտի կանգնեին, մինչև որ ես ծիծաղեցի։ Երևի կողթան երկրից միջև այստեղ դրա մասին էիր մտածում։ Բա ինչ, զոր դրամատրություն է պաշարվածին սպանելը։ Թու, ինչ շուտ հասկացնեիր այդ բոլորը, այն խեղճ պաշարյալի վրա չէի կրակի։ Ոնց փախավ ավազակը, նրան պիտի սպանեինք, նրան։ Ինձ այնպես թվաց, թե այդ երիտասարդը մտքով դեռ ժայռերում պաշարված մեր պապերի հետ էր։ Միայն սրտին։ Արարատյան դաշտում միտեղ Արաքսը փոխել էր իր հունը, արմունկ է տվել ու թեքվել դեպի ձախ, կարծես այն նպատակով, որ գոնե մի քանի րոպեով շուտ խառնվի Հրազդանին։ Այդպես հունը փոխելով Արաքսը մտել էր իր հայրենի հողը եւ մի քանի կիլոմետր խայտալով հոսում էր իր փապակած վայրերով։ Այդ փոքր տարածության վրա Արաքսը մերն է, ամբողջովին մերը։ Այդտեղ էլ չար աչքից հեռու նա փարվում է իր կարոտյալ քրոջը, Հրազդանին։ Իսկ պետական սահմանը։ Սահմանն այժմ Արաքսի նախկին հունն է, ուր մի բարակ ջուր է հոսում, որ կանգ է առնում այստեղ-այնտեղ ու կազմում նոսր ծանծաղուտներ։ Այդպիսով մի տեսակ կղզի է առաջացել Արաքսի հին ու նոր հուների միջև։ Փետրվարի մի ցրտաշունչ օր այդ կղզում որս անելիս խփածս բադը ընկավ ասածս բարակ ջրի մյուս ափը։ Դե տղա ես, գնա բեր։ Ընդամենը 10 մետր է հեռու ինձանից, բայց արդեն կապիտալի աշխարհում է։ Ախ, մի շուն լիներ, դեշան համար ինչ սահման, ինչ բան։ Մլոր կանգնած էի, երբ հետևից է շան հաչոց լսեցի։
Ահա առողջ ու քաջալանջ մի ռուս սահմանապահ իր գայլակերպ շներով։ Ծանոթացանք, մատով ցույց տվի բադը, հարցրի անունը։ Շչուկին, սա այն սահմանապահը չէ, որ վերջերս պարգևատրվեց Գերագույն սովետի պատվոգրով։ Ընդունեց, որ ինքն է, կարմրեց գովասանքից։ Մեր սահմանում հռչակված են Շչուկինի աճեցրած ու վարժեցրած շները սահմանապահ զինվորների այդ հավատարիմ օգնականները։ Լավ է, հիմա սրանք ինձ էլ ծառայություն կմատուցեն, բայց դե սահման պիտի անցնեն մի բադի համար, այն էլ հակառակորդ պետության սահմանը։ Շչուկինը հապաղում էր շներին տալ ինձ բաղձալի հրամանը, ուստի այդ հարցն այնպես էլ մնաց առկախ, որովհետև հանկարծ մեր հետևից կրակոցներ լսվեցին և 2 վարազ թփերը ջարդելով անցան Արաքսի նախկին հունն ու անհետացան օտար երկրի եղեգնուտում։ Նրանց հետևից երևացին իմ որսորդ ընկերները՝ Միքայել Բաղրամյանն ու իր որդի Ռոմիկը։ Երկուսն էլ ալեկոծված էին և հևում էին շնչակտուր։ Տեսաք, ոնց չընկավ սրիկան, ախր սրտին կրակեցի, ափսոսանքից այրվում էր փորձված որսորդի անփորձ որդին։ Սահմանապահի շեկ դեմքին հեգնախառը ժպիտ նշմարվեց։ Սրտին խփելն ամեն մարդու բան չէ, քաշվելով մեջ մտավ նա։ Սրտին խփողը իմ ընկերն է, Շարքային Անատոլի Նոսովսկին։ Իսկապես, ուրեմն ձերոնք էլ են կրակում վարազների վրա, նրա խոսքը կտրեց Ռոմիկը։ Ուրեմն վարազները այստեղ հաճախ են հանդիպում, հետաքրքրությունից վառվելով հարցեր էր տալիս նա։ Հիմա ոչ, հիմա երբեմն են անցնում կղզին, քանի որ ձմեռ է, այս ափին կեր չկա, իսկ ամռանն ու աշնանը սուրուներով են գալիս։ Մեր ուղեկալի պետ Նեկրասովը մի անգամ 28 գլխից բաղկացած մի բոլուկի է հանդիպել, եկել լցվել էին ցանքերը։ Ախր հարևան կոլտնտեսությունն այստեղ եգիպտացորեն է ցանում, ու այդ ցանքի պատճառով անիրավները խախտում են սահմանն ու լցվում կղզին։ Այդպես զրուցելով հասանք ուղեկալ, ուր և հանդիպեցինք Անատոլի Նոսովսկուն։ Միջին հասակով, բայց գույնի մազերով լրջախող մի պատանի էր դա, որ ընկերների շրջանում մի անգամ անհամեստություն էր ունեցել ակնարկելու իր անվրեպ կրակոցները հրաձգարանում։ Բան ասած, մեջ էր մտել մեկը, անշունչ առարկային պապս էլ կարող է կրակել։ Այդ խոսքը կպչում է զինվորի սրտին։ Սպասիր, դեռ առիթը կգա, սպառնում է նա մտքում, և ահա այս օրերին ներկայանում է Նոսովսկու ցանկացած առիթը։ Նոր տարվա նախօրյակին էր։ Իմ խնդրանքով սկսեց Անատոլին իր պատմությունը։ Իրավունք էինք ստացել, որ եթե վարազ հանդիպի, խփենք նոր տարվա խնջույքի համար։ Հայերի մեջ ապրելով ախր մենք էլ ենք գլխի ընկել, թե ինչ բան է խորովածը։ Դիտանոցից վերադառնում էի, մեկ էլ տեսնեմ մեր ուղեկալի Արուխոզը փախած գնում է դեպի զորանոց։ Զարմացա, ինչու է սարսափած էս կենդանին։ Հանկարծ բուրյանի միջից դուրս թռավ մի սև վարազ, ճերմակ ժանիքները դնչի երկու կողմերից վերց ցած։ Փրփրած հետապնդում է մեր խոզին և զգում եմ, որ հասավ, պատառոտելու է։ Ինչ է պատահել։ Ինչու է կատաղել էդ գազանը։ Հա, գլխի ընկա։ Հետևից 2 էգ խոզեր են վազում։ Ուրեմն մերը համարձակվել է մոտենալու այդ վարազի հարեմին։ Ահա ինչու է գազազել եղեգնուտի բնակիչը, խանդից։ Արդեն հասնում է, սուր նշաններով հիմի կթափի իր կարծեցյալ հակառակորդի փորը։ Ավտոմատս մեկնելիս հանկարծ հիշեցի ընկերոջս կծու ակնարկը իմ կրակելու մասին։ Սրտին։ Եվ միայն մեկ գնդակ։ Վայրկենապես անցավ ուղեղովս, և ես այն ամեհի գազանի հետևից ուղարկեցի միայն մի գնդակ։ Հետն էլ մտածում եմ, թե ավտոմատի փոքրիկ գնդակն ինչ պիտի անի արջի չափ էս կենդանուն։ Բայց այնպես էի հաշվել, որ գնդակս անցնի սրտի միջով։ Դրա համար էլ չզարմացա, երբ վարազը իր դունչը խրեց հողի մեջ, շուռ եկավ ամբողջ մարմնով ու ոտքերը երկինք արած սկսեց ցնցվել։ Իրար հետևից 3 գնդակ ևս ուղարկեցի մյուս խոզերի հետևից։ Նրանք էլ տապալվեցին։ Մեր խոզը շուռ եկավ, տեսավ իրեն հետապնդողները այստեղ-այնտեղ փռված են ձյան վրա, հանգստացավ ու մրթմրթալով մտավ զորանոցի բակը։ Այդպես, 4 փոքր գնդակով 3 խոշոր վարազ։ Ընկերոջ պատմությունը եզրափակեց Շչուկինը, ապա քիչ լռելուց հետո դարձավ Ռոմիկին։ Իսկ դուք ասում եք սրտին է խփել։ Իմացաք, թե ոնց են խփում սրտին։ Երիտասարդ որսորդը լսում էր գլխահակ ու քրտնած,
թեև մեր շուրջը փետրվարի բուքն էր ոռնում։ Սակայն հայրը եւ ես գոհ էինք թե շարքային Նոսովսկու պատմությունից եւ թե նրա ընկերոջ կծու դիտողությունից։ Այո, սրտին, սահմանը խախտող խոզերի սրտին, թե չորկոտանի, թե մանավանդ երկոտանի, միայն ու միայն սրտին։